վարչապետ Ղազախստանի այցը հագեցած օրակարգ ուներ, արդյունքների հետ կապված ինչ կարող եք ասել, ինչը ավելի շատ եք կարևորում ու կառանձնացնեք։ Շատ կարևորում եմ, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունները զարգացան եւ հասան ռազմավարական գործընկերության կետին, եւ այդ ռազմավարական գործընկերությունը ունեցավ նաեւ շատ կոնկրետ արտահայտություններ, որոնց մի մասը մի փոքր անսպասելի էր, եւ նաեւ այն, որ մենք հիմա նաեւ երկաթուղային կապի հնարավորություն ունենք Ղազախստանի հետ, մեր հնարավորությունները իհարկե ընդլայնում են, առաջիկայում մենք պայմանավորել ենք, որ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի հայաստանյան Ղազախստան, որպեսզի տեսնեն, թե ինչ ուղղություններով է, որ փոխգործակցությունը տնտեսական հնարավոր է խորացնել, ինչու եմ հատկապես տնտեսականը ընդգծում, որովհետև քաղաքական երխոհությունը եղել է բարձր մակարդակի եւ կա բարձր մակարդակի ակնհայտորեն, հակառակ դեպքում հարաբերությունները ռազմավարականի մակարդակի չէին հասնի, հիշում եք, որ նախորդ տարի Ղազախստանի նախագահը պաշտոնական այց ունեցավ Հայաստանի Հանրապետությունը, այս տարի ես պաշտոնական այցով մեկնեցի, մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ հեռանկարային են, որովհետեւ Ղազախստանը նաեւ հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ եւ մենք այդ հետաքրքրությունը ողջունում ենք եւ բազմաթիվ հարցեր կան, որոնք վերաբերվում են տնտեսական, բայց նաև քաղաքական օրակարգին։ Այստեղ նորությունն այն է, որ մենք տնտեսական մասով էլ շատ լավ մթնոլորտ ենք ունեցել, բայց լոգիստիկ սահմանափակումների պատճառներով այդ պոտենցիալը չի օգտագործվել ամբողջ կամ ավելի մեծ ծավալով։ Ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այս քաղաքական process-ների արդյունքներով մենք կտեսնենք կոնկրետ տնտեսական արդյունքներ։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահ հարգելի Կասիմ-Ժոմարթ Տոկաևին, այցը բարձր մակարդակով ինձ ընդունելու եւ նաեւ բարձրագույն պարգևի արժանացնելու համար, դա իսկապես շատ մեծ պատիվ է ինձ համար եւ մեծ գնահատական է, որի համար ես խորապես շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։